13-րդ բերքի տոնին ընթառաջ կանաչ ուսուցման կենտրոնում արդեն տոնական եռուզեռ է։ Հայ կամավորների միության անդամների հետ մեկնարկել են տարածքի բարեկարգման ու գեղեցկացման աշխատանքները։ Մի մասը ջրում ու խնամում է բանջարանոցը, մյուսները վառ գույներով ներկում են նստարանները, որպեսզի փառատոնին ընթառաջ կենտրոնն ավելի հյուրընկալ ու տոնական տեսք ունենա։ Շատ մեծ է եղել հայ կամավորների միության ներդրումը եւ անկեղծ առանց նրանց դժվար մենք մեր այս կենտրոնը այսքան գեղեցիկ ու բազմազան լիներ, քանի որ այստեղ կան տարբեր երկրներից, տարբեր մշակույթ կրողներ եւ տարբեր մասնագիտության տերմարդիկ, հետեւաբար ամեն մեկը իրենց կնիքն են թողել այս կենտրոնում։ Տեսեք, ստեղծման օրից կանաչ կենտրոնում արդեն ունեցել ենք կամավորներ տարբեր երկրներից, Եվրոպայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Պորտուգալիա, Իտալիա եւ այլն։ 22 տարվա ընթացքում կենտրոնը հյուրընկալել է ավելի քան 50 կամավոր եւ իրականացրել բազմաթիվ համայնքային զարգացման նախաձեռնություններ։ Իդեպ տարածքում տեղադրված այս պարզ, բայց գունեղ նստարանների գաղափարն ու իրականացումը նույնպես կամավորներինն է։ Ինձ համար շատ կարևոր է իմ ներդրումն ունենալ Հայաստանում, որովհետև ես շատ եմ սիրում այս երկիրը։ Ուրախ եմ, որ կարող եմ աջակցել կենտրոնին։ Այս տարածքի խնամքն ու պահպանությունը մեծ աշխատանք է պահանջում, իսկ այն, ինչ այստեղ արվում է համայնքի եւ ամբողջ երկրի համար, իսկապես մեծ նշանակություն ունի։ Միացել եմ հայ կամավորների միությանը, որովհետև ուզում էի աշխատել բնության գրկում եւ մասնակցել մի նախաձեռնության, որն օգուտ է բերում գյուղական համայնքներին։ Ինձ համար կարևոր է լինել այս փոփոխության մի մասը։ Հայ կամավորների միությունը գործում է 2000 թվականից, հնարավորություն տալով 21 տարեկանից բարձր անձանց գալ Հայաստան եւ կարճաժամկետ կամ երկարաժամկետ կամավորական աշխատանքի միջոցով իրենց ներդրումն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Իրանք գալիս են, համ իրանց մասնագիտությունով են զբաղվում, համ անում են ասենց համայնքային ծրագիրներ, որը իսկականից տեսնում են միանգամից, որ կարող են մի փոքր ներդրում ունենան տարբեր կազմակերպություններ ու շատ մենք հպարտ ենք զգում, որ կարողանում ենք աջակցել եւ աշխատել Green Lane-ի հետ ու շատ ավելի հպարտանում ենք, որ մեր նախկին ռուս կամավորներից մեկը հիմա այստեղ արդեն բնակվում է եւ աշխատում է։ Սկզբում այստեղ կամավոր էի, իսկ այսօր արդեն աշխատում եմ կենտրոնում։ Գուցե մարդիկ անմիջապես չեն նկատում մեր աշխատանքը, բայց դրա արդյունքները տեսնում են ամեն օր խանութներում առկա գյուղատնտեսական արտադրանքի բազմազանության մեջ։ Ամեն տարի հանրապետության բոլոր մարզերից հարյուրավոր ֆերմերների մեկտեղող փառատոնը դարձել է հողի մշակին ու աշխատավորին մեծարող, ինչպես նաև տարվա բերքն անմիջապես արտադրողից ձեռք բերելու սպասված հարթակ։ Չնայած փառատոնը տարեց տարի իր աջակիցներով եւ այո կողքին կանգնած թիմերով, կազմակերպություններով ավելանում է, բայց AVC-ն երևի հենց հիմքից մեր կողքին է եղել եւ տարիներ շարունակ փառատոնը այս տարի արդեն 13-րդ տարին ենք նշում եւ 13 տարի շարունակ AVC-ի կամավորները ակտիվ ներգրավված են եղել փառատոնի եւ նախապատրաստական աշխատանքների եւ փառատոնի ընթացքում իրենց կամավորական աշխատանքներով։ Այս տարվա գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։